Լավ է։ Ուրեմն սա մեր մահվան դեսպանն է, եկել են դժողքից, ասել է, որ արդեն Նիկոլի ժամանակն է, վերջապես հեռանալու դժողք և Նիկոլի կենակցին և Նիկոլի ամբողջ թիմին արդեն դժողքում սպասում են։ Սա Նիկոլի մեղքերն են, որ եկել է թվարկելու, որ դժողքի շատ քիչ պատիժ մարդիկ, ովքեր որ պատիժ են կրում հիմա դժողքում, շատ քիչերն են, որ այսքան շատ մեղքեր են գործել և այդպես սրբապղծություն, ներապաշտություն, թալան, դավաճանություն, չարություն, նենգափոխություն, պարտություն և այլասերվածություն, որի մասին ասեցինք արդեն, ու սրբապղծություն, որի ևս ասեցինք, սա դժողքի դեսպանը պահի։ Ուրեմն մի քանի բան, որ մենք շատ հստակ ուզում ենք հայտարարենք այսօր։ Մենք չենք ասում, որ մենք ընդհանրապես քաղաքական կազմակերպություն չենք, քաղաքական ուժ չենք եւ մենք որևէ քաղաքական հավակնություններ չունենք, ըստ այդմ չենք պատասխանատվություն ստանձնում հեղափոխության համար։ Մենք սա անում ենք որպեսզի բոլորին կոչ անենք վերջապես դուրս գալ պայքարի, որովհետեւ սա արդեն ընդհանրապես անընդունելի է եւ ինչպես անցած անգամ ասում էի, Նիկոլը հատեց վերջին կարմիր գիծը։ Ես հասկանում եմ, որ բոլորի հիմա սպասում են, որ հայ առաքելական եկեղեցին ճիշտ քայլեր կձեռնարկի եւ վերջապես կառաջնորդի ամբողջ պայքարը։ Ինձ իրավունք չեմ վերապահում մեկնաբանելու հայ առաքելական եկեղեցու մոտեցումը։ Ես կարող եմ միայն խնդրել նրանց, որ առնվազն երթ անեն, որպեսզի իմ ավանդության համաձայն առաջինը էկզարցիզմ անեն այս ճարիքի, որը որ զավթել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ իր ճարիքը ոչ միայն մարմնավորում է, այլ նաեւ տարածում է ամբողջ Հայաստանով, ինչի պատճառով մենք տեսնում ենք անդադար արհավիրքներ, անդադար կորուստներ եւ անդադար տառապանք։ Ու մենք տեսնում ենք հենց Նիկոլի պատճառով, թե ինչպես է գլորվում անդունդ մեր սիրելի Հայաստանը։ Այսպիսի հայտարարություններով դուք իրատեսական եք համարում, որ որևէ բան կարող է։ Տեսեք, ես գիտեմ մի բան։ Երբ որ պայքարը ընդհանուր մարում է, ինչպես հիմա եղավ, եւ 5 տարի շարունակ ցավոք սրտի մենք պետք է ասենք, որ տարբեր ուժերը երբեմն հենց հատուկ մարեցրել են պայքարը, կհանդգնեմ նման բան ասել։ Այնուամենայնիվ ես գիտեմ, որ բարբերաբար, նույնիսկ փոքրիկ կայծերով հնարավոր է վերականգնել պայքարը։ Ես նաև հասկանում եմ, որ հիմա եղանակային պայմաններն էլ թույլ չեն տալիս, որ մեծ պայքար լինի, բայց ես վստահ եմ։ Դե շոքի ինչ որ մարդիկ գոնե միգուցե դրա համար։ Ամենայն դեպս այդ դեպքում միանալի առավոտյան հով է միանշանակ։ Նորից, ես ինձ հաթող անեն միանշանակ, մենք անընդհատ բոլորին հանդես ենք գալիս կոչով, կոչ ենք անում մարդկանց, որ իրենք ակցիա անեն, անընդհատ ասում ենք, չեք ուզում մեզ միանանք, մենք կոչ ենք անում, որ հենց մեզ միանանք, մենք կոչ ենք անում, որ ակցիաներ անենք, մենք կոչ ենք անում նաև, որ ընդդիմությունը, եթե չի կարողանում առաջնորդել պայքարը, վայր դնի մանդատները վերջապես եւ դուրս գա ազգային ժողովից։ Դուրս գա եւ համարենք, որ մի տարի բանը մնացել, մենք այս տարում կարող է Սյունիքը կորցնենք։ Ու ընդ որում մենք շատ հնարավոր է, որ շատ շուտով կկորցնենք Սյունիքը, որովհետեւ 5 տարի շարունակ մենք տեսնում ենք, թե ինչպես էր Նիկոլը, տարբեր բաներով կոծվում լուրջ բաները, փոխում էր մարդկանց ուշադրությունը եւ միանգամից կարողանում էր անել այն, ինչ որ փաստացի անում էր։ Այո, դուրս կան փողոցային պայքարի։ Հիմա տեսեք, մարդիկ ասում են, որ փողոցային պայքար արել են, բայց չի հաջողվել։ Ոչ, երբևիցե հաստատակամություն չի դրսևորվել։ Բոլոր ցույցերի մենք մասնակցել ենք, փոքր ցույցերի, մեծ ցույցերին, բոլորին մասնակցել ենք եւ հստակ տեսել ենք այն հաստատակամությունը, որ Նիկոլը իր կեղծ հեղափոխությամբ իբր թե դրսևորեց, իրենք չեն դրսևորել։ Եվ դրա համար ամբողջ հետապալվում են։ Տեսեք, 5 տարի շարունակ մենք անընդմեջ Նիկոլի դեմ պայքարում ենք հայտարարելով, անվանելով իրեն դավաճան, անվանելով իրեն հանցագործ, քրեական օրենսգրքի մի շարք հոդվածները ոտնահարած,
սահմանադրությունը ոտնահարած եւ ազգի պատիվը փաստացի ընդհանրապես կործանած մարդ։ Այնուամենայնիվ, այժմ ինքը այն վերջի հնարավոր գիծը հատեց, որի բացատրությունները ինքը ընդհանրապես չունի։ Այսինքն, եթե առաջ ինքը ինչ-որ բաներով փորձում էր նենգակողությամբ բացատրություններ ներկայացնել եւ ցավոք սրտի հանրության ինչ-որ խավի վրա դա ազդում էր, ապա այժմ ոչ մի ձևով ինքը չի կարող բացատրություններ ներկայացնել։ Այդ հետո մի աջակցություն եկեղեցու մեկ անգամ ամենից հարցա եղել է այստեղ, բայց նրանց հետո շարունակվում են գրավները, այսօր եւս Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել եկեղեցուն արդեն վերահսկել։ Եվ ինչու եք պայմանավորում, որ այն ամենայնիվ հասարակական արձագանք չի լինում, ասում օրինակ 3 հոգով է։ Այո։ 3 միլիոն Տեսեք, առաջինը ինձ համար երբևիցե քանակը խնդիր չէր։ Ցավոք սրտի 18 թվականին, երբ որ չնայած որ ես ընդդիմադիր էի, բայց 18 թվականին ինձ համար ակնհայտ էր, որ ամբողջը արվում է հենց Արցախը հանձնելու համար, եւ դրա համար 18 թվականին ես չեմ մասնակցել ու ես տեսել եմ, թե ինչպես մարդիկ զուտ խաղի համար սկզբից, հետո ինչ որ թույլտվության, թողտվության եւ այլնի պատճառով դուրս են գալիս փողոց, եւ մենք տեսնում ենք, թե ինչպես ամենացածր խաղը մեկ էլ փակում էր փողոցները։ Այդպես մենք տեսանք, թե ինչպես կարողանում են ավերել ամբողջ երկիրը, երբ որ խոսում են մեծամասնությունը։ Մենք խնդիր չունենք մեծամասնությամբ։ Մենք այսքանով շատ ավելի շատ ենք ներկայացնում ազգը, քան այն մեծամասնությունը, որ ընդհանրապես թմբիրի մեջ։ Գալով իմ հարցին, հա, շարունակում։ Ահա, հիմա գալով ձեր հարցին, ես մի հատ բան ասեմ, որ երբ որ հատում են կարմիր գիծը, ու երբ որ այսօր արդեն դժոխքի դեսպաններ եկել է, ես մտածում սա Նիկոլի վերջն է։ Ես մտածում եմ, որ եթե հիմա ինքը ինչ-որ քայլեր չի ձեռնարկի, մինչև աշունեն ինքը չի ձեռնարկում։ Բոլոր հարցերի պատասխանները կստանա եւ այլևս չեն ասի, որ Շատ կներեք, եթե ինձ սխալ հասկացաք, իրա միակ ձեռնարկելը դա գնալ նստել բանտ ու ասել ես պետք է ներկայացնեմ իմ ամբողջ մեղքերը, խոստովանեմ, թե ինչքան միլիարդ ինձ տվել է Ադրբեջանը, որպեսզի ես հանձնեմ Արցախը, թե ինչ եմ արել, որպեսզի 18 թվականին կարողանամ զավթեմ իշխանությունը, թե ինչ եմ արել, թե ինչպես եմ թալանել ամբողջ Հայաստանը, սա է իր ձեռնարկության հնարավոր տարբերակ, ուրիշ ոչ մի տարբերակ ինքը չունի։ Այս պահին միակ բանը իր դա նստել Բերդ եւ ամբողջ մեղքերը քավել Բերդում։ Դրա պատասխանը պահանջում են նաև իր կառավարության մյուս անդամները։ Հոգևոր անվտանգության հարցը ձեզ համար որպես հայ առաքելական եկեղեցու հետևող կարևորություն ունի։ Ունեն սերունդներ մեր եկեղեցականները։ Տեսեք, ես հոգևոր զարգացման ճանապարհով գնացող մարդ եմ։ Ըստ այդմ ես գիտեմ, որ եթե ես լինեի մեր եկեղեցականների տեղը, ես ընդամենը կասեի անառակ որդի ավելի խորը բաների մասին մտածի։ Բայց քանի որ այս պահին ես զուտ հայ ազգն եմ ներկայացնում, ես զուտ որպես հայ եմ հանդես գալիս, բայց նաև որպես մասնագետ, ես գիտեմ, որ այն մարդիկ են սկսում փորփրել մյուսի ներքնազգեստը, ովքեր իրենցով եւ ոչ մի բանի ունակ չեն։ Եվ ըստ այդմ ես կկասկածեմ ուրեմն, որ Նիկոլի որդիները եւ զավակները Նիկոլի զավակներն են, եւ ըստ այդմ թող ինքը ավելի շուտ իր կեղտոտ ներքնազգեստը փորփրի եւ չհամարձակվի ընդհանրապես եւ որևէ հոգեվորականի հասցեով իր կեղտոտ բերանով մի բան խոսել։ Այսինքն որովհետեւ հոգեվորականները իրականում այդ կարծիքավորելիցները չեն գործել եւ այն հարային շրջանում տարածված տեղեկությունները կանոնչվում հոգեվորականների իրականության տարբերությունը թե պետք չի Տեսեք, ես ինչու եւ ինչպես հոգեվորական պետք Տեսեք, առաջինը ես համարում եմ, որ հոգեվորական դաշտը ինքը պիտի պատժի նրանց, ովքեր որ խախտում են իրենց կողմից վերցրած կանոնները, ամենևին ոչ հասարակությունը եւ ոչ պետությունը, որովհետեւ եթե հասարակությունները կամ պետությունն է սկսում այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկի, մենք ավերում ենք հիմնականը, մենք ավերում ենք ինքնություն։ Ինչ վերաբերում է հոգեվորականներին, որոնք որ հնարավոր է որ սխալներ են արել, հատկապես ներքևի մանկարտակի հոգեվորականները, ապա նրանք այս ազգի մասն են։ Երբ որ պետության գլխին կանգնած է ազգի տականքը եւ ամբողջ ազգը գլորվում է ներքև, ապա ներքև գլորվում են նաեւ նրանք, ովքեր որ տարբեր վայրերում են, այդ թվում միգուցե հոգեվորականներ եւ միգուցե նրանց մեջ կարող է լինել
սխալվել են։ Նրանք կքավեն իրենց մեղքերը եւ կլուծեն հարցերը, բայց դա իրենց հարցեր եւ ամենևին ոչ մեր։